Այսօր խոսելու ենք նարցիսներից, վստահաբար շատերս մեր կյանքում հանդիպել ենք մարդկանց կամ գուցե ունենք մարդկանց, որոնց շատերը գուցե մենք կամ այլ մարդիկ պիտակում են որպես նարցիս, բայց երբեմն մենք հաճախ շփոթում ենք իհարկե թե առհասարակ ով է նարցիսը, ինչ է նարցիսը, ինչ ասել է նարցիս, երբ խոսում ենք բժշկական տերմիններով եւ բառապաշարով եւ առհասարակ առօրյա կյանքում փորձում ենք մարդկանց նմանատիպ կերպով բնորոշել։ Այս բոլոր հարցերը եւ առհասարակ երևույթի մասին որպես այդպեսին խոսելու ենք մեր հյուրի հետ, որը արդեն տաղավարում է, ներկայացնեմ նրան կլինիկական հոգեբան եւ հոգեթերապևտ Մարտին Մովսիսյան։ Բարի լույս Մարտին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Թեման կարծում եմ շատ հետաքրքիր է, մենք մինչ հարցազրույցը սկսելը խոսում էինք այն մասին, որ շատ ծավալուն թեմա է, ցավոք եթերում ժամանակը շատ չէ, բայց մենք կփորձենք այսպես ամենակարևոր ու հետաքրքիր հարցերը քննարկել ձեզ հետ միասին։ Երևի սկսենք հենց ամենակարևորից, ով է նարցիսը։ Եթե ավելի մասնագիտական տեսանկյունից ես փորձեմ ներկայացնել, իհարկե ամբողջ ներկայացման համար շատ երկար ժամանակ կպահանջի, բայց գոյություն ունի նարցիսական անձնային խանգարում եւ նարցիսական շեշտվածություն, ակցենտուացիա ու հաճախ առօրյայում մենք շփոթում ենք, մենք երբեմն այն իրավիճակներում, որտեղ որ մարդկանց դուր չի գալիս դիմացինի մոտեցումը կամ գուցե հենց զուտ մանիպուլյացիայի նկատառումով օգտագործում են այս բառերը որպես պիտակ։ Այդքան էլ համաձայն չեմ, հիմա այս թեման շատ տարածված է, ամբողջ համացանցը ողողված է նարցիսական մոտեցում, աբյուզերը, տոքսիկ հարաբերություններ, այս բոլորը ինչ որ չափով խոսում է այս տեսակի մասին, այս անձնային խանգարման մասին, բայց որպես այդպիսին ախտորոշում իրավունք ունի իրականացնելու հոգեբույժը կամ գոնե կլինիկական հոգեբանը։ Մնացած բոլոր դեպքերում մենք ինչ որ չափով գուցե փորձենք պատկերացում կազմել, որպեսզի կանխարգելենք ինչ որ բան, այսինքն ոչ թե նարցիսը, այլ նարցիս կոչված ճակերտավոր ասած, իրականում ինքը որպես պիտակ չհնչելու համար։ Այն մարդիկ, ովքեր որ ապրում են նմանատիպ մարդու հետ կամ հարաբերություններում նկատում են տարօրինակ վարքի դրսևորում, իսկ նշաններն են գրանձիոզ ինքնակարծիք, տվյալ մարդը մտածում է, որ ինքը ունի հատուկ իրավունքներ, բարձր խավի ներկայացուցիչ է, նախանձում է ինքը, հաճախ մտածում է, որ իր ունեցվածքին է նախանձում, ունի էմպաթիայի դեֆիցիտ, այսինքն այդ մարդիկ ապրումակցելու դժվարություն կամ գրեթե բացակայություն ունեն։ Միշտ փորձում են շահադիտական տեսանկյունից շփվել մարդկանց հետ, ամբարտավան վարքի դրսևորում կարող է լինել մանիպուլյացիա, այս մարդկանց ամենակարևոր առանձնահատկություններից, որը որ բնորոշում է, տեսեք, իրանց ուշադրություն ուղղված է արտաքինի վրա, այսինքն իրանք շեշտը դնում են իրենց արտաքինի վրա, այդ փառքին ձգտելու վրա, ինչ որ իրանք նաև տպավորություն ունեն, որ իրանք ունիկալ են, իրանց բնավորության գծերով, արտաքինով, մասնագիտությունով, ունենում են գրանձիոզ պլաններ, պատկերացումներ, կյանքում փառքին ձգտելու համար երբեմն իրանց մոտ նաև նևրոտիկ խանգարումների տեսակ է նկատվում, այսինքն այդ դրայվը, այդ էներգիայի մեծ քանակը, որ ծախսում է ինչ որ բանի հասնելու համար, այս բոլորը արվում է նրա համար, ոնց որ նարցիսական անձը ունի մեդալ, մեդալի մյուս կողմում ներաշխարհը դատարկությունն է, սառնությունն է, էմոցիայի պակասն է, ցածր ինքնագնահատականը, որի մասին կյանքում առօրյայում դու չես կարող գլխի ընկնել։ Հենց ինքը մտածեց, դա դրթում է այդ մարդուն, որպեսզի ինքը ստեղծի ֆեյք ինչ որ կերպար, որ ես ընդհակառակը շատ ուժեղ եմ, շատ քաջ եմ, մեծ ունակությունների տեր եմ, յուրահատուկ եմ, աշխարհում շատ կարևոր ու լուրջ դեր ունեմ, երբեմն իրենք շատ լուրջ պաշտոններ են զբաղեցնում, օրինակ ուժերում, ոստիկանություն, քաղաքական գործիչներ, ղեկավար դիրքերում, այո, իրանք օրինակ չեն սիրում կոնկուրենցիա, քննադատության հանդեպ շատ խոցելի են, երբևիցե չեն ընդունում իրենց սխալը, եթե ընդունեց 99%-ով ինքը շահադիտական տեսանկյուն ունի, դա օգտագործել է որպես ներդրում է դա ընդամենը, որպեսզի ինքը իր ուզածին հասնի։ Շատ երկար է կարելի այս ցանկը թվարկել, բայց հիմնականում ախտորոշելու համար 9 կարևոր ախտանիշն ու ախտանիշ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև նարցիսական անձնային խանգարումը հիվանդություն չէ, որից որ մարդը կարող է բուժվել, ոչ էլ հոգեկան խանգարում։ Դա անձնային խանգարում է, այսինքն անձնային խանգարում ասելուց մենք հասկանում ենք, որ դա կայուն է ամբողջ կյանքի ընթացքում, տոտալ է, ու տվյալ մարդը սոցիումում ադապտացվելու խնդիր ունի։
Ու այս մարդիկ չեն դիմում հոգեթերապիայի։ Կարող է այլ ինչ-որ խնդրի համար գալ հոգեթերապիայի, բայց հենց փորձեցիր անձի հետ աշխատել, օգնել իրեն, որ տեսնի, որ ինչն է խանգարում կոմունիկացիաներում, որովհետև իրենք չեն կարողանում հարատև հարաբերություններ կառուցել։ Էմպաթիկ, կապված հարաբերություններ, այսինքն այդ ջերմ, երկարատև, sense այն որ հավես շփում, ռոմանտիկ հարաբերություն իրանց մոտ դժվար է ստացվում։ Մեր օրերում շատ են իհարկե կարծում այս առումով համացանցի մեծ դեր է նաև խաղում, շատ են խոսում սեփական անձը սիրելու մասին, կարևորելու մասին, նաև ինչ որ առումով այն աշխարհը, որում մենք հիմա ապրում ենք, սոցիալական ցանցերում, միշտ շատ է չէ կենտրոնացում է եսի վրա, բոլորը կարծես խոսում են հենց սեփական եսի մասին, բայց կարծում եմ պիտի որ հստակ տարանջատում լինի, երբ խոսում ենք եսի մասին եւ ինքներս մեզ սիրելու եւ արդեն նարցիսիզմի մասին, որն է այդ սահմանը եւ ինչպես հասկանալ, որ մենակ դու շփվում ես նարցիսի հետ եւ սա արդեն ինչ որ առումով, ինչպես դուք նշեցիք, անձնային, անձնական խնդիր է եւ ոչ միայն ինքդ քեզ սիրելու մասին է խոսքը գնում պարզապես։ Կա առողջ էգոիզմ ասածը, իսկ նարցիսի դեպքում կա էգոցենտրիզմ։ Ինքը ռուսերենով է շատ լավ հնչում, իր այբուբենը սկսում է յատառով։ Ես ինքը ինչ խոսում է իր եսից է։ Եթե իր հետ նստել ես ինչ որտեղ զրույցում ես, ինքը դու իրան հետաքրքիր չես որպես այդպիսին։ Եթե հետաքրքրեցիր, ուրեմն մանիպուլյատիվ ինչ որ մոտիվ ունի, այսինքն քո անձը ինքը փառաբանում է, քեզ մեծարում է, քեզ բարձրացնում է, դնում է գահի գագաթին, բայց հետո այնտեղից քեզ վայր է գցելու այնպես, որ դու փշուր լինես։ Այս մարդիկ նաև միշտ հակում ունեն իրանցով որ հմայվեն, իրանց փառաբանեն, իրանց տեսնեն, այս ամեն ինչ։ Իսկ էգոցենտրիզմը այստեղ հենց այն դերը ունի, տեսեք, առողջ եսասիրությունից տարբերում է նրանով, որ ցանկացած կիրթ, գրագետ, հասուն, առողջ մարդ, եթե չհարգեց իր անձը, եթե չի սիրում ինքը իրեն, դժվար կարող է ինչ-որ մեկի սիրել կամ անձնային սահմանները ճանաչել։ Մենք այստեղ, երբ որ խոսում ենք առողջ եսի, առողջ ինքդ քեզ սիրելու, հոգ տանելու մասին, դա շատ առողջ է։ Ցավոք սրտի հանրությունը տարիներ շարունակ մեզ հակառակն է սովորացրել, որ երբ որ ես հոգ եմ տանում իմ մասին, երբ որ ես մերժում եմ իմ ծանոթին, իմ բարեկամին, զուտ նրա համար, որովհետև ինձ դա հարմար չի, երբեմն մեզ դրանով մանիպուլացնում են, ասելով որ դու էգոիստ ես, ամոթ ես, դու թացտեղ պարկողը չես, ու հաճախ մենք այս ամեն ինչից ամաչելուց ելնելով փորձում ենք գոհացնել դիմացինին, որպեսզի ստանանք այդ ընդունումը, այդ մենակ չզգանք, ինչ որ խմբի, ինչ որ ընկերների, ինչ որ մարդկանց մի մասը կազմենք, ու հաճախ մենք զոհաբերում ենք մեզ, մեր ուժերը, մեր էներգիա, մեր բայց դա բնազն է մեր կարծես թե մենք ուզում ենք մենք բոլորը սոցիալական էակներ ենք ու ուզում ենք ինտեգրվենք եւ գնում ենք այդ զոհաբերությունների, բայց հիմա խոսում ենք զոհաբերությունների մասին, շատ կարեւոր հատկանիշներ եք նշում, վստահ եմ յուրաքանչյուր իր կյանքում կլինի դա աշխատավայրում, գուցե անձնական կյանքում, ընկերական շրջանում հանդիպում են նմանատիպ մարդկանց եւ այս դեպքում ինչպես չդառնալ զոհը նմանատիպ մանիպուլյացիաների, ինչպես կարողանալ դիմակայել, եթե դա անել այսպես առողջ եւ ճիշտ քայլերի միջոցով։ Դավիթ ջան, դժվար է միանգամից այնպես պատասխանել, որ բոլորը այս տեսանյութը նայելով փորձեն պաշտպանված զգալ, որովհետեւ եկեք չմոռանանք, որ երբեմն հմուտ աղվեսը երկու ոտքով է հանգնում թակարդը, բայց համենայն դեպս այսօր ինտերնետում ինֆորմացիան բավականին արդեն լայն տարածում է ստացել ու հնարավոր է ինչ որ չափով ճանաչել հենց այդ էգոցենտրիզմի հետ կապված մարդը երբ որ ապրումակցելու դժվարություն ինքը բայց կարողանում է շատ ուժեղ նույնականանալ էմպաթիկ մարդու հետ այդ եթե մասնագետ չի դժվար է բայց անհնարին չի որոշ դեպքերում երբ որ դու իր հետ սկսես երկար շփվել հարաբերություններում առավել եւս ռոմանտիկ հարաբերություններում նարցիսական ազգային խանգարում ունեցող անձը շատ ճոխ ձևով քեզ կարողանում է գայթակղել առավել եւս երբ որ խոսում ենք հակառակ սեռի հարաբերությունների մասին նա արագ նա կարծես իրականությունը չէ այո շատ արագ ինքը կարողանում է քեզ բերել հուզական ճոճանակի գագաթնակետին հասնել այսինքն գայթակղել հրապուրել նա արագ հասկանում է ինչի կարիք դու ունես ինչով կարող է ինքը քեզ օգտակար լինել ու այս բոլորը ներդրում է դա անում է մինչև այն փուլը քանի դեռ դու իրեն պետք ես այսինքն սա իր սիմպտոմներից մեկն է շահադիտական տեսանկյուն օգտագործող տեսանկյուն եւ դրանց անմիջապես հետո ամբարտավան վերաբերմունք երբ որ ստացավ զոհից այն ինչ որ իրեն պետք էր նա սկսում է արդեն լինել գնալ իր դերը կարող է կորել
կարող է չզանգահարել, ցույց է տալիս, որ շատ ահավոր զբաղված է, մեծ պլանների մեջ է, երբեմն ցույց է տալիս, որ բիզնես ծրագիր ուներ, ձախողվեց, երկրում չէր, շատ խառը պատմությունների մեջ է հայտնվել, նա այնպիսի պայման կարող է ստեղծել, որ դու ինքնակամ քո բոլոր գումարները տաս իրեն, ժամանակը, ռեսուրսը տրամադրես, որ իրեն օգնես, բայց այս ամեն ինչը ինքը էլի sense թոզ է փչում քո աչքերին, որպեսզի դու իրեն չլքես, որովհետև երբ որ դու իրեն լքում ես, եթե ինքը չի քեզ լքել, հենց ինքը զգաց, որ դու ուզում ես իրեն թողնես, ինքը արագ փորձում է շտկել, ուղղել, որովհետև այդտեղ ինքը դառնում է խոցելի։ Ինչ է լինում, երբ դու նրան թողնում ես վերջապես։ Շատ ծանր է տանում, կարող է հասնել նրան, որ վրեժ խնդիր փորձի լինել, օրինակ, որովհետև ինքը ձախողվեց իր պլանները, իսկ ինքը հանդուրժող չի այդ դեպքում, քո չէի հանդեպ, ինքը ամեն ինչ անում է նրա համար, որ իր ընկալմամբ ինքը քո համար լինի ամենահաճելի կերպարը, ամենաառաջին տեղում լինի։ Ու շատ կարևոր մի հատ հանգամանք նշեմ, որը գուցե հանդիսատեսին կօգնի, ռոմանտիկ հարաբերություններում նարցիսական ազգային խանգարում ունեցող անձը հնարավորինս իր զոհին կամ զուգընկերոջը մեկուսացնում է արտաքին աշխարհից։ Առաջին հերթին բոլորին կտրում է հարազատների հետ շփումից, ծնողների հետ, քույր եղբայրներ, այն մարդիկ, ովքեր ռեսուրսային են, ովքեր որ վնաս նպաստելու են այդ հարաբերությունները, եկեք չմոռանանք, որ նախանձը շատ մեծ դեր ունի։ Իսկ ինքը հնարավորինս ամեն տարբերակով փորձում է չեզոքացնել իր զոհին արտաքին աշխարհից, որպեսզի ոչինչ չխանգարի իրեն։ Եվ մյուս կարևոր պահը, որպեսզի ինքը դառնա միակ սնուցող օղակը այս մարդու համար, որ միշտ կախված լինի զոհը իրանից, այո, որ արտաքին աշխարհից որ ոչինչ չի ստանում, միակ ռեսուրսը բոլոր տեսանկյուններից փորձում է լինել ինքը, իրենից ստանալ։ Այս դեպքում թեման իսկապես հետաքրքիր է եւ ծավալուն է շատ, բայց ինչպես հասկանալ, որ գուցե դու որպես անձ, ես կարծում եմ գուցե այսպես գիտակցական շատ լուրջ մակարդակ է դրա համար պետք, բայց ինչպես հասկանալ, որ դու ինքդ որպես անձ գուցե ունես նմանատիպ նարցիսական հակումներ եւ գուցե իսկապես ճիշտ է օրինակ դիմել հոգեբանի օգնությանը, քննարկել այս ամենը, անհնար բան եմ ասում, հնարավոր չէ։ Ես շատ կարևոր առանձնահատկություն նշեմ, նարցիսական ազգային խանգարում ունեցող անձը չի խոստովանում երբեք, որ ինքը ունի այդ խնդիրը։ Իր համար դա խնդիր չի։ Ինքը հաճույք է ստանում իրենից։ Բայց չենք մոռանում, որ ինքը միշտ իր ներսում ունի պայքար այդ դատարկության հետ, ամոթի հետ, մեղավորության հետ, ինքը իր համար երբեք դա բառացի ցույց չի տալիս, բացառությամբ եթե դա պետք է ինչ-որ բանի հասնելու հարցում։ Իսկ ինչ վերաբերվում է նա խոստովանի, որ ես այս խնդիրը ունեմ, ռեֆլեքսիան շատ թույլ է այս մարդու, այսինքն այդ ինքնակնադատումը իր մոտ տուժած է։ Ու կարևոր պահերից մեկը թե ինչպես տարանջատվել, ոնց է տարանջատվում, ոնց է հստակ երևում, թե որ դեպքում է նարցիսային ազգային խանգարում, նախադեռահասական տարիքից արդեն սկսում են ի հայտ գալ, երբեմն լինում է, որ ավելի վաղ տարիքից սկսած, նպաստող գործոններ կարող են լինել հենց ընտանիքը, հաճախ քննադատ ծնողները, շատ պահանջկոտ ծնողները, ուշադրության պահանջը, լքվածության վախը, այդ սերը, ջերմությունը, ապահովություն չի ստացել, հաճախ հենց նարցիսի ծնողներից մեկն էլ է ունենում նմանատիպ խնդիր, որովհետև նպաստող գործոններից մեկը այն է, որ տվյալ մարդու անձը չեն սիրել։ Իսկ ինքը այս ամեն ինչը իմանալով փորձել է գտնել այնպիսի ուղիներ, որպեսզի գոյատևի։ Եկեք չմոռանանք, որ լավ օրից չի, որ ինքը հասել է սրան, հա, մենք հաճախ քննադատում ենք, բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց հենց այս էմպաթիայի պակասը, որը որ ինքը ունեցել է, դա հաճախ բերում է նրան, որ ինքն է դառնում այդպիսին, այսինքն մարդը սնուցում է այն ջրից, ինչի մեջ որ իրեն դնում ես, ինքը սպունգի պես է, ինքը այդ նյութը չի ունեցել, որ սնուցվի այդ էմպաթիկ լինելուց, ապրումակցող լինելուց, հասկացող, ըմբռնող, այդ պակասը ինքը արդեն կոմպենսացնում է, որովհետև դա իր համար տրավմա է, ինքը փորձում է դրան երբևիցե մոտ չգնալ, ամեն կերպ փորձում է դրա հակառակ տեսանկյունը ներկայացնել, որովհետև տեսեք իրեն միշտ քննադատել են, համեմատել են վարդուհին ավելի գերազանցիկ է, ավելի լավ է սովորում, քան դու ոչինչ ես, դու ոչնչություն, այս բառերի կույտը մնացել է իր կոկորդում, ու այս դատարկությունն է հենց հաճախ ստիպում իրեն, որպեսզի ինքը հակում ունենա, ինչ որ մեծ փառքի հասնելու, որ ամբողջ աշխարհին ցույց տա, որ ես դատարկ չեմ, ես ամենան եմ, ուղղակի դուք ինձ չեք տեսել, հիմա ես ձեզ բոլորիդ կպատժեմ։
Եթե փորձենք ժամանակը ցավոք ավարտվում է մեր հարցազրույցի, բայց եթե փորձենք այսպես շատ կարճ ավարտենք նաև զրույցը այդ, չգիտեմ, խորհրդով գուցե այդպես դա կոչենք, եթե հայտնվել ենք նմանատիպ որևէ իրավիճակում, որտեղ մեզ թվում է, որ նմանատիպ անձի հետ ենք շփվում, ենթարկվում ենք որևէ մանիպուլյացիաների եւ այլն, արդյոք այս դեպքում անտարբերությունը միջոց է եւ հնարավորությունը այդ մարդու հանդեպ, այսինքն եթե ինչպես կարելի է ճանապարհ գտնել դուրս այդ շատ դժվար է ճանապարհ գտնելը, կարծում եմ արժի արդեն դիմել մասնագետին։ Մասնագետը քեզ չի ասելու բաժանվիր կամ մնացիր, ուղղակի ինքը օգնելու, որպեսզի դու ավելի հասկանաս ով ես դու, ինչ ես ուզում, ինչ է կատարվում։ Ամենաառաջին չափորոշիչը քո ինքնազգացողություններն է։ Նարցիսի հետ շփվելուց հետո դու չես կարող քեզ լավ զգալ, որտեղ տոքսիկ հարաբերությունների ժամանակ մեր հույզերը առաջին ինդիկատորներն են, որ ինչ որ բան այն չէ այս հարաբերության շրջանակներում, ու ինքը միշտ այդ հուզական ճոճանակի վրա է պահում քեզ, հենց տեսա, որ դու ուզում ես գնալ, քանի դեռ իր պլաները իրագործված չի, ինքը մի քիչ այդ դոզան բարձրացնելու է, ոնց որ մի քիչ ավելի այդ համը բարձրացնում, որ դու էլի հրապուրվում ես, քեզ ամենալավն ես զգում, ինքը քեզ նենց է բարձրացնում, դու ուզում ես մնալ այդ հարաբերություններում, ու նարցիսական անձնային խանգարման զոհը հաճախ լինում են կախյալ անձնային խանգարում ունեցող մարդիկ, էմպաթիկ մարդիկ, ովքեր ապրումակցելու հակում ունեն, այսինքն այս մարդիկ ռեսուրս շատ ունեն, ու նարցիս այդ ռեսուրսը ինքը ասենց երակներից քաշում է։ Շնորհակալ եմ Մարտին, շատ հետաքրքիր զրույցի համար եւ այս ճիշտ խորհրդով էլ ավարտենք մեր այսօրվա հարցազրույցը եւ ձեզ էլ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հորդորենք եւ հիշեցնենք, որ պիտի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ առաջին հերթին, ուշադիր լսեք ձեր զգացմունքներին, մտքերին, առհասարակ